Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ աշխարհիկ իշխանությունը դատում է կաթողիկոսին։ Էդի ամենասխալն է, դա Զելենսկուս բետարա, ոչխարներ են, որովհետև նստած ընդեղ։ Դրանք հայ են, թե մուսուլման են, մուսուլմանները չի անում այդ բանը։ Ոնց կարան եկեղեցիականներին դատեն։ Դրանք չէ որ մեր փրկիչներն են եղել, պատմությամբ։ Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը ճիշտ է վարվում։ Պետք է փոփոխություն մտցնի հոգևորի միջև։ Հոգևորը թող լինի իր դիրքում եւ աշխարհիկը լինի իր դիրքում։ Ինչու պետք է հոգևորը թույլ տար, որպիսի աշխարհիկը նման ձևով վերաբերվեր իրենց հետ։ Քաղաքականությունը պետք է հոգևոր կյանքի չխանգարի, հոգևոր կյանքն է քաղաքականության։ Հայտարարություն է։ Սա սահմանադրության կոպիտ ոտնահարում է, չգիտեմ, անօրինության գագաթնակետ, գարշելի է մտածել նույնիսկ։ Ես սատարում եմ մեր եկեղեցուն, սատարում եմ կաթողիկոսին, ով էլ որ նա լինի, որովհետև նա օծյալ է, իսկ օծյալին դատում է միայն Աստված։ Ազգի համար, եթե կանգնում ես ճիշտը եւ բարձրաձայնում ենք մենք մեր պահանջները, որ այսօր աշխարհիկը չի ստենանք, մենք հայ ազգ ենք, մենք քրիստոնյա ենք, ընդունել ենք առաջին կրոնը, առաջին աստվածային ամեն օրենքները, մտամ, բայց այստեղ ոչ մի բան չեմ տեսնում աստվածային, բոլորը զբաղված են մարդկանց տապալելու, մարդկանց ոտի տակ տալու, իսկ իրանք էշի տեղ իրանց դրած ապրում են։ Ուզում եք հասկանանք, ինչև երբ են այսքան լռելու, ով իսկական Աստված, առաքելական եկեղեցին իսկական ինքը ընդունում է կրոնը եւ եկեղեցին, ուրեմն պայքարի դուրս գա, հացադուլու գործադուլանի, տեսան Փաշինյանը ոնց է փող հաշվելու։ Թո դուրս գանի, բաղ չի անում։ Քիչ է անում այս ազգը, ինչ է մտածում, հապվելա երկու փալաս պլյուսի, երկու ավտոյի, երկու չգիտեմ ինչերի։ Հնարավոր չի դες բան լինի։ Եթե հոգևորականը սխալ լինի, բնական է, որ պետքա քննադատվի։ Շատ վատ, հոգևորականներին չպետք է դատապարտեն։ Վարչապետն էլ իրավունք չունի խառնվի այդ գործի հետ։ Այդ եկեղեցի խորհուրդը որ ուներ, դա կարող է ժողովի մեջ որոշեն, որ լավ է, վատ է, ինչ որ կա։ Ну, սխալ բան անում։ Կաթողիկոսին միայն կարող է դատապարտել Աստված։ Ինքն է նշանակում, ինքն էլ պետքա դատապարտի։ Բայց քննադատել կարելի է, որովհետև ամեն մեկն էլ բան ունի, իր թերություն ունի։ Նորմալ երկրներում աշխարհիկ իշխանությունը չի խառնվում եկեղեցու գործին։ Եկեղեցին էլ չի խառնվում։ Մեր մոտ ամեն ինչ խառնված է իրար։ Դրա համար էլ սենց է։ Սաղ աշխարհը թող ծիծաղան այս ազգի վրա։ Առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք, չէ՞։ Ահա։ Էսա պատկերը։ Որպես քրիստոնյա մարդ չեմ ընդունում քննադատություն եկեղեցու հանդեպ։ Հոկտեմբերի 27-ին ընտրված կաթողիկոսը կաթողիկոս չի կարող։ Ես դեմ եմ այդ քննադատությանը, որ Փաշինյանը կատարում է, բայց եթե անօրինականություններ անում է, պետք է եկեղեցական խորհուրդը որոշի։ Ոչ թե ինչ որ կողքից ուրիշ մարդ, որտեղ եկեղեցին միշտ անկախ է եղել կառավարությունից։